Խաղաղություն Աստծո սիրելի ժողովուրդ։ Խաղաղություն ձեզ։ Այսօր նույնպես պատասխանենք հարցերին մեր սիրելի ունկնդրողներին։ Շատ շնորհակալություն, շատ հասկանալի մեկնաբանեցիք, Աստված օրհնի ձեզ։ Մի հարց եւս, բացատրեք խնդրում եմ երկրորդ Թագավորաց գլուխ 15-ի 13-14 խոսքերը։ Ինչու էր Դավիթը փախնում Աբիսողոմից։ Չէ՞ որ դա բարի էր։ Եվ ինչ խորհուրդ է մեր մեջ։ Շնորհակալություն։ Աստված օրհնի ձեզ, սիրելի հարց տվող, սիրելի ոնց որ Մելանն ասեց ու կնդիրներ, սիրելի լսողներ, Աստծո խոսքը սիրողներ, հոգևոր, ով Աստծո խոսքը լսում է, ընդունում է, հարցեր է տալի, նա ասում սիրում է։ Իսկ ովքեր որ մարմնավոր պատմության ձևի, նա ամեն րոպե պատրաստ է դավաճանելու, ասում, պատրաստ է իր իրավիճակից ընկնելու, մեղք գործելու, մի խոսքով։ Աստված հոգի է։ Ամեն։ Շնորհակալություն հարց տվողին, որ ասում է մեր մեջ ինչ խորհուրդ ունի։ Փնտրում է ինքը, փնտրում է մեր մեջ Աստծուն իր մեջ է ինքը փնտրում։ Ստենդը չի փնտրում, ոնց որ Հիսուսն ասեց՝ մի փնտրեք ստենդը, ձեր մեջ փնտրեք երկնքի հարկայությունը։ Հիմի, տեսեք, Աբիսողոմ Դավիթ, ես մի բան էլ ասեմ նախորդ Մելան, որ Աստվածաշունչը շատ անգամ ասես, անգամ էլ կրկնում եմ, Աստվածաշունչը չի թարգմանվե, անունները չի թարգմանվե։ Թարգմանությունը, երբ որ հունարենից կամ ասենք անգլերենից, երբ որ թարգմանել են, անունները չեն թարգմանել։ Հունարենում անունը գրած է եղել Դավիթ, կամ ասենք եբրայերեն թարգմանությունից, հին ուխտի եբրայերենով, արամերեն, ասորերեն, տարբեր լեզուներով է թարգմանվել Աստվածաշունչի հին ուխտը։ Արամերեն ասենք Դավիթը նշանակում է սիրելի, եբրայերեն նշանակում է սիրելի։ Բայց այնտեղ չեն թարգմանել Դավիթը սիրելի է նշանակում։ Հենց գրել են Դավիթը գնաց, Աբիսողոմը ապստամբեց Դավիթի դեմ։ Բայց Դավիթ, Աբիսողոմ, սրանք ունեն իրենց նշանակությունը։ Աստվածաշնչի մեջ ոչ մի կետ կամ նշանագիր իզուր չի գրված, ասեց Հիսուս Քրիստոսը։ Դրա համար Դավիթն էլ իզուր չի։ Մենք պատկերացնում ենք Դավիթին ինչ որ մի մարդ։ Ոչ, Դավիթը մեր մեջ է, որը թարգմանվում է սիրելի։ Մեր մեջ կա հատկություն, որ սիրելի ենք մենք ասում։ Մենք սիրելի ենք ասում մեր ամեն գործերով, վարքերով, մտածելաձևով, մեր արդարությունով, մեր աղոթներով, մեր ամեն ինչով։ Կա Դավիթ մեր մեջ։ Կա նաև Աբիսողոմ մեր մեջ։ Աբիսողոմ նշանակում է խաղաղության հայր։ Այստեղ ես կարդամ մի քանի տեղ ու մեկնեք, շատ հետաքրքիր հարցայեսի, շատ հետաքրքիր խորհուրդ ունի մեր մեջ, սիրելի հարց տվող, սիրելի քույրս եւ եղբայրս, ինձ թվում է այսի պատասխանելուց մարդիկ շատերը կստափվեն, ասենց ասած, իրանք իրանց մեջ տեսնելով այս իրավիճակը հայտություն կստանան ու իրանց ապաշխարության կյանքի մեջ կողեն իրանց սխալները տեսնելով իրանք իրանց կողեն։ Տեսեք, ուրեմն 13-14-ը, չէ՞, 15-րդ գլխի 13-14-ը։ Եվ մեկ լրաբեր եկավ Դավիթի մոտ, տեսեք, ուրեմն ես որպեսզի բոլորը չկարդամ ամբողջ գլուխը, կոնկրետ խոսքերով բացատրեմ, էլի ասեմ, թե ինչա կատարվում ստե։ Երբ որ Աբիսողոմի քրոջը Ամնոնը բռնապարեց, մենք այս հարցին կարծեմ պատասխանել ենք այս հարցը տվել էի։ Աբիսողոմը սպանում է Ամնոնին, Դավիթը հանդիմանում է, Աբիսողոմը հեռանում է, բայց Դավիթը համապատասխան պատիժ չի անում Աբիսողոմի Ամնոնի համար։ Քանի որ պատիժ չի անում, Աբիսողոմն է սպանում իր եղբորը, որը մորից առանցին էին, բայց հայր իրաց Դավիթն էր։ Եվ Աբիսողոմը սպանելով փախնում է Դավիթն էլ խաղաղա իր տան մեջ, ասենց ասած, խաղաղ ասելս որն է, որ ամեն բան նայում է, ոնց որ ասու կամքով է։ Չի վրեժխնդրություն կամ բաների հետևից չի գնում։ Եվ Աբիսողոմը սկսում է արդեն կեղծավոր ձևով ինքը մարդկանց սիրտը շահել։ Կանգնում ասում է հրապարակի առաջը, Պարիսների առաջը, երբ որ մարդիկ գնում են Դավիթի մոտ, թագավորի մոտ իրաց դատը ասելու թագավորին, Աբիսողոմը կանչում, ասում այ ես որ դատավոր լինեի, ես որ թագավոր լինեի, ձեզի կարդարացնեի, դուք ճիշտ եք, դուք բարի եք, ձեր արած գործը դատաստանի արժանի չի, մի խոսքով, ու սենց Իսրայելի ժողովրդի սիրտը շահում է Աբիսողոմը։ Հավաքում է իրան ժողովուրդ, հավաքում է իրան զորք, սենց ասած, ու հարձակվում է Դավիթի վրա, Երուսաղեմ է գալիս, լրաբերը գալի, ասում է, որ Աբիսողոմը զորքով գալիս է Երուսաղեմի վրա։ Դավիթն էլ փախչում է Աբիսողոմի երեսից իրականացով, իր մոտիկ մարդկանցով, սենց ասած,
զորապետներով փախչում է, Ափիսողոմից փախչում է, քաղաքը Երուսաղեմը թողնում ու փախչում է։ Եվ երբ որ Դավիթի մարդիկ իսրայելացիները պատերազմում են Ափիսողոմի դեմ, Դավիթն ասում է Ափիսողոմին զգուշ մնացեք, չսպանեք հանգարց իրան, խնայեք Ափիսողոմին։ Հասկանում եք, մեր միջի սիրելին խաղաղության ասում է խնայեք, խաղաղությանը վնաս չտաք հանգարց։ Բայց խաղաղությունը արի տես սիրելի դեմ հնում ապստամբության։ Ապստամբություն անեմ։ Ինչ է սա նշանակը մեր մեջ։ Ես մի քիչ մանրամասը կարդամ, տեսեք, այստեղ Գեթացի Եթին պետք է Դավիթի հետ, այս փախուստի ժամանակ, ու շատ բարի մարդիկ կան, որ Դավիթի հետ դուրս են գալի ու փախչում են։ Գեթացի Եթի, Գեթացի նշանակում է գինի հնձան, իսկ Եթին նշանակում է պարող էակ։ Թարգմանությունը։ Այսինքն Դավիթը թեկուզ հալածվում, թեկուզ փախչում է Ափիսողոմի երեսից, բայց ինքը ամեն բան հանձնած ասուն, ինքը ուրախ ու խաղաղ է։ Գինի հնձան, գինի մեկ գիտենք վայելչությունն է։ Հասկանում եք, այսօր սա այն խորհրդապատկերն է մեր մեջ սիրելի հարցնող, երբ որ մեր մեջ մի փորձություն է գալի, մի իրավիճակ է ստեղծվում, որ նեղվում ես, թիխի Աստված թույլ տվեց, չէ՞, բայց Դավիթը ձեր միջի սիրելին փառք է տալի ասում։ Ուրախանում է այդ պահի համար։ Ոչ թե ուրախանում է, որ իրան հալածում են, այլ ինքը հավատարիմ է մնում այդ հալածանքի մեջ։ Դրա համար ասու սիրելին է ինքը, ասու սիրելին էր կոչվում։ Եվ Ափիսողոմի հետ 17-րդ գլխի մեջ ասա կարծեմ, Ափիսողոմի հետ գնում է Աքիթոփելը, այնտեղ շատ անուններ կա, եթե ես թարգմանի այդ անունները ու այդ անունների վրա երկար խոսայինք, ինձ թվում է մի ժամն էլ բավական չէր անի, բայց ժամանակի մեջ քանի որ մենք սահմանափակ ենք, սիրելի հարցնող, դրա համար ես կասեմ կոնկրետ, որ մենք մեր մեջ տեսնենք ու հասկանանք այս ամեն ինչը։ Ուրեմն Ափիթոփելը, որը նշանակում է Աքիթոփել, որը նշանակում է հիմար եղբայր։ Ինքը գնում է բանի Ափիսողոմի հետ։ Հիմար եղբայրը գնում է Ափիսողոմի հետ։ Ափիսողոմ նշանակում է խաղաղության հայր։ Մեր մեջ կա մի հատկություն, որը մենք ձգտում ենք խաղաղության։ Մենք ձգտում ենք խաղաղության։ Եվ այդ ձգտումը Դավիթի մեջ է, մեր սիրելիի մեջ է, որ մենք ձգտում ենք խաղաղության։ Բայց կա նաև մի ուրիշ խաղաղություն, որ ինքը ասում է ես եմ խաղաղության հայրը։ Տես էնի բարգացավ ես խաղաղ մնացի։ Ու այդ խաղաղությունը կեղծավոր է, դա Ափիսողոմն է, որը մարտնչում է Աստծո սիրելիի դեմ։ Հասկանալի եմ ասում չեմ անում, էլի մի քիչ խորը միտք կա։ Մեր մեջ կա կեղծավոր խաղաղություն։ Մենք խաղաղություն ենք ցույց տալի, որ մտում խաղաղ ենք, բայց մեր ներսը խաղաղ չի, ատում է այդ մեկին կամ հակառակ է այդ մեկին։ Սա Ափիսողոմն է, որը ուզում է ինքը իշխի թակավորի։ Եվ Աստծո սիրելին համաձայնվելով, հարմարվելով այդ իրավիճակի մեջ դուրս է գալի, այսինքն տեղ է տալի դրան։ Վրեժխնդիր չի լինում, չի ապստամբում, չի սպանում, չի հավաքում զորքեթում կռվի։ Խաղաղության դեմ ինքը խոնարհվում ասենց ասած։ Ու իր զորքին էլ ասում է, խնդրում եմ խաղաղությանը մի վնասեք, չկրնեք։ Հաջորդ համարների մեջ պատմության մեջ տալիս է, որ երբ որ կռվում են, Ափիսողոմը ջորի վրա նստած փախչում է գլխի մազերը մեծ սաղարթախիտ եղևնի տակով անցնելուց, կաղնի տակով անցնելուց, մազերը փաթաթվում այդ կաղնի ծառերին, ջորի տակից գնում է, ինքը մնում օդի մեջ, մի խոսքով ու սպանում են։ Ափիսողոմին սպանում են։ Այդ խաղաղությանը սպանում են, բայց Դավիթը սուք է անում այդ խաղաղության համար։ Ահա թե ինչի էր Դավիթը սիրելի ասում։ Հասկանում եք, մենք երբ որ տենանք մի մարդ մի հատ սխալ բան անում, չէ, մի հատ չար բան անում, մեղ կա գործը։ Մեր խաղաղության վրա մենք պետք է դողանք։ Դավիթը դողում էր իր խաղաղության վրա, չվնասես, Տեր, խաղաղությանը չվնասես։ Ու ինքը այդ խաղաղությունը պահում էր, դրա համար ինքը Աստծո սիրելին էր, սիրելի քույրեր եւ եղբայրներ, եթե դու քո խաղաղությունը պահես, խաղաղությանդ վրա ջանք անես, ասած, որ պաշտպանվի քո խաղաղությունը, դու Աստծո սիրելին ես։ Իսկ այն հաջորդ մյուս խաղաղությունը քո միջի, որը կեղծավոր խաղաղություն է, դրա վերջը պարտությունն է, ոնց որ Աստվածաշունչն է ասում։
Դրա վերջը պարտությունն է, օրից մի օր պարտվելու է ինքը, օրից մի օր բացահայտվելու է այդ քո կեղծավոր խաղաղությունը ու մահանալու է, վերջանալու է, խայտառակ ձևով մահանալու է, ոնց որ Աստվածաշունչն ասում։ Ափիսողոմի խայտառակ մահը, խայտառակ կամ աթիթոփելի հիմար եղբայրը կոչվում, որը կես խաղաղության խորհրդակիցն է ինքը։ Հիմարությունը կես խաղաղության խորհրդակիցն է։ Եթե ես խաղաղություն եմ անում, բայց կեղծ է իմ խաղաղությունը, ինչ որ մեկն ասում, չէ՞, սուս մնա, լուր մնա, յանով խաղաղես, այդ իմ մտքի մեջ։ Յանով խաղաղես, որ մարդիկ տենան դու խաղաղես, էլի դու մթում բանես։ Դա կեղծ հիմար միտքն է ինձ դից ասը։ Ու սրանց պարտությունը խայտառակ պարտությունալն է, ըստ Աստվածաշնչի։ Իմ ինչ է դուրս գալի այս պատմությունից սիրելի հարցվող։ Մեր մեջ կա եւ Դավիթ, եւ Ափիսողոմ, եւ Ափիտոփել, եւ բոլոր մնացած հատկությունները։ Վերջի ես շատ անգամ եմ ասել, որ ամբողջ Աստվածաշունչը մարդու մեջ է պարփակված։ Մարդու մեջ է ամբողջ Աստվածաշունչը կատարվում։ Աստվածաշունչը պատմություն չի, այն Ադամն ու Եվան պատմություն չեն։ Մեր մեջ է այս բոլորը կատարվում։ Մենք ենք Աստծո պատվիրանը զանց անելով, լսելով չարին, հակառակորդին, այն օծին ու Աստծո պատվիրանին հակառակ բան ենք անում, պտուղն ենք ուտում։ Մենք ենք անում դա։ Դա պատմություն չի, ասենք պատմություն է։ Լավ, ինչի պետք է ես ու դու մենք բոլորս Եվայի պատճառով ոնց ասեմ, Եվայի պատճառով պատժվենք, տուժվենք, ոնց դա արդարություն կա դրա մեջ։ Աստվածաշունչն ասում է Ադամով եկավ մեղքը։ Գրող պաշտողները այս խոսքն են վերցնում։ Ադամի մեղքով բոլոր մարդկանց վրա մեղքը տարածվավ։ Մի մոռացեք, որ դու ես Ադամը, դու քո Ադամի, քո մարմնավոր հասկացողության շնորհիվ տարածվավ մեղքը քո մեջ։ Ոչ թե այն Ադամի, որ չգիտեմ քանի 100 կամ քանի 1000 տարի առաջ եղել է։ Հասկանում եք, Աստվածաշունչը հոգի է, հոգի ու կյանք է, մեր մեջ է, սիրելի քորս եւ եղբայրս։ Մի խոսքով լավ ընդհանուր իգանք Մելանիա, որ մեր մեջ Դավիթ ունենանք մենք միշտ, Դավիթին լսենք, Դավիթը թող լինի մեր թագավորը։ Մենք Դավիթի արդարությունը երբ որ նայում ենք, չէ, Դավիթը փախչելուց տապանակը տանում էր հետը, քահանաներին, ղևտացիներին տանում էր հետը, այսինքն երբ որ այդ փորձությունը գալիս էր, ինքը խաղաղությունը, ինքը Աստծո պատվիրանների հետ էր այդն փախչը։ Հասկանում եք, ոչ թե մենք փախչում ենք, ես մի բան անում, Երուսաղեմից դուրս ենք գալի, այսինքն խաղաղությունից ընկնում ենք ու սկսում ենք դատել, բամփասել նրան։ Ոչ, տապանակը մեր հետ ունենանք այդ փախչելու այդ փորձան ժամանակ։ Որ Աստված ասում է համբերիներա, սիրա, լսի, մի գողացի սուտ մի ասա, այս մի արա, այն մի արա, այս պատվիրաններով հալածանքի մեջ դու առաջնորդի, դու կլես Աստծո սիրելի։ Ու քո փոխարեն Աստված կպատերազմի, Աստված կհաղթի։ Քո փոխարեն Աստված կպատերազմի, որտեղ Դավիթը ոչ մի բան չէր անում, եկան ասին, պարտվավ զորքը փախավ ամեն մարդ իր վրանը, ամեն իսրայելացի, ովքեր որ Ափիսողոմի հետ էին, ովքեր որ Ափսնավների հետ էին, որ ուզում էին հարձակվեին Դավիթի վրա, սպանեին ու թագավորոցեին, ասենք Ափիսողոմին։ Աստված պատերազմեց, հաղթեց, Դավիթը ոչ մի բան չարեց։ Նույնպես ձեր համար Աստված կպատերազմի։ Եթե դուք տապանակը ձեր հետ ունենաք, եթե դուք խոնարհաբար վարվեք ամեն բանի հետ, Հոբը ինչ ասեց, հիշում եք։ Աստված տվեց, Աստված տարավ։ Հոբը վարվեց նույնը այս ձև, ոնց որ այսօր Դավիթը վարվեց, մի քիչ առաջ որ կարդացի։ Աստված տվեց, Աստված տարավ։ Խաղաղ էր ինքը, հանգիստ էր ինքը։ Ճիշտ է իր մեջ Ափիտոփելը կամ մյուսները մտքեր էին տալի, խառնում իրար, երեք բարեկամների հետ վիճում էր, բայց իր մեջ կար հավատք, հույս, սեր, որը ուղղված էր դեպի առաստված։ Մի խոսքով այս պատմությունից հասկանանք, սիրելի հարցնող, որ ամեն իրավիճակի մեջ մենք մեր հուներից դուրս չգանք, մենք Աստծո պատվիրաններից դուրս չգանք, հապա մնանք Աստծո խոսքի, Աստծո պատվիրանների մեջ, այն ժամանակ կլինենք Աստծո սիրելին, այն ժամանակ Աստծո խոստումը մեր վրա կկատարվի, որ ասես Դավիթին։ Ինչ ասես Դավիթին։ Հավիտյան օրտելու եմ քո թագավորությունը, քո թագավորության աթոռը չի պակասելու։ Այդ այսօր մենք եթե Դավիթը մեր մեջ ունենանք, մենք Աստծո սիրելին ենք, մեզ է վերաբերում այդ խոսքը։ Հավիտյան մեր թագավորությունը չի պակասելու, թագավորության աթոռը հավիտյան կանգուն մնալու է։ Թեստը երկրի վրա հոգևոր իմաստով մեր մեջ, թե հավիտենական կյանքի մեջ ամեն ուր է։ Ամեն։ Իշխանով կարեցա բացատրեի Աստված շատ օրհնի, Տերը օրհնի ձեզ։ Շատ հետաքրքիր է Աստվածաշունչը խորհրդով
ուղղակի կարդանք ու անցնենք կլինի պատմություն։ Պատմություն կլինի, որը պատմությունը Անհասկանալի կլինի։ Աստված շատ օրհնի։ կյանք է, Աստվածաշունչը պատմություն չի, կյանք է։ Այսօր կյանք է Աստվածաշունչը մեր մեջ։ Իսկ եթե սա է Դավիթի պատմությունը նայենք, պատմություն անցյալ, դա կյանք չի, դա պատմություն է։ Ուղղակի իմ հիշողության մեջ կա, կարդում եմ վեր եմ հիշեմ, բաղա Դավիթը սենց արեց, բաղա տեսար Աբիսալոմը սենց արեց։ Դա կյանք չի, դա պատմություն է։ Իսկ որ ինձ կյանք տա իմ մեջ կատարվի, արդեն ես զգուշ կլինեմ։ Արդեն ես գիտեմ, որ այդ խաղաղությունը իմ միջի որ կեղծավոր է, ես կեղծավոր եմ ժպտում մելաներեսին կամ ինչ-որ մեկ երեսին։ Դրա վաղճանը վատ ալնելու, ես արդեն հասկանում եմ։ Իմ մեջ է դա արդեն կատարվում։ Լավ, դա նորից շարունակենք։ Շատ կխոսենք, Աստված շատ օրհնի բոլորիդ ձեր հարցերի համար, նույնպես ուղղեք, եթե էլի կառաջանան հարցեր, սիրով սպասում ենք, պատասխանենք։ Աստված ձեր հետ։ Տեր օրհնի ձեզ։